Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր Սուրբ Խորանում, իր Սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ մեր մեջ սրբությունը կատարելագործելու Աստծո վախովը։ Ուրեմն այսօրվա մեր սերտողությունը սկսվում է Եսայա 52-րդ գլխից։ Խաղաղություն ավետարանողները քարոզում են Սիոնի փրկությունը, որը պատրաստում է Աստծո ծառան։ Դա Աստծո ծառան արդեն գիտենք, Աստծո որդին է։ Հիսուս Քրիստոսը նկատի ունի, որ Աստվածը մեր բերանում այդ ավետարանչական բառերը դնում, պատրաստում եւ մեզ էլ գրգում քարոզելու։ Եսայա 52-րդ գլուխ։ Զարթնիր, հագիր զորությունդ, ով Սիոն, սա խորհրդավոր խոսք է, գրեք մեկնությունը, ապաշխարիր եւ զորություն հագիր, ով Երուսաղեմ, ապաշխարիր եւ զորություն հագիր, ով Երուսաղեմ, քո փառավոր հանդերձները հագիր, փառավոր հանդերձները, գրեք սուրբ հանդերձներն է։ Հիմա կարդում եմ նորից, ապաշխարիր եւ զորություն հագիր, ով Երուսաղեմ, քո սուրբ փառավոր հանդերձները թաքիր, կեղտոտ շուրերով ես մանեկե, միկվանից հանետի, քո սուրբ փառավոր հանդերձները հագիր, ով Երուսաղեմ, սուրբ քաղաք, որովհետև այլևս պիտի մյուս անգամ չմտնե քո մեջ անթլպատը եւ պիղծը, հեթանոս պղծված ղեկավարներն ու զորքերը մտնում եւ ավերում էին, էլ պիտի չմտնե, երբ նա ապաշխարի մտնի հազարամյա թագավորություն եւ ավիտենություն, ամեն։ Ուրեմն, որովհետև այլևս պիտի մյուս անգամ չմտնե քո մեջ անթլպատը եւ պիղծը, քեզ թափ տուր հողից, էլի տպագրական թերություն առեք փաղագծի մեջ, քեզ թափ տուր հողիցը, վեր կաց, նստիր, ով Երուսաղեմ, նորից եմ կարդում նույնը, ապաշխարիր եւ զորություն հագիր, ով Երուսաղեմ, լմա թափ տուր, ել շտկվի, հանդերձներդ փոխա ու ոտքի կանգնի, քեզ թափ տուր հողիցը, վեր կաց, նստիր, ով Երուսաղեմ, բաց արա պարանոցիցդ կապերը, էլի, այդ գերության զգեստները հանի գերությունից, ազատագրվի թե մեղքի գերությունից, թե Հեթանոս ազգերի գերությունից։ Հեթանոս ազգերի գերությունը Իսրայելի համար, մեր օրերում այսօր եսի գերությունից ազատագրումն ամեն, եսի գերության խորհրդանիշն է, որ հազարամյակում ազատ ենք լինելու, չէ, որ գերությունից, համ Հեթանոս գերությունից Իսրայելը, մեղքի գերությունից էլ, թե Իսրայելը եւ թե Հեթանոս բոլոր մարդիկ, որոնք կմտնեն հազարամյակ կապրեն սուրբ կյանքով, ամեն։ Ուրեմն քեզ թափ տուր հողից, վեր կաց նստիր, ով Երուսաղեմ, բաց արա պարանոցիդ կապերը, ով Սիոնի գերի աղջիկ, որովհետև այսպես է ասում Տերը, դուք ձրի ծախվեցաք եւ առանց փողի պիտի փրկվիք, ձեզի մեղքի պատճառով տվել եմ, ոչ մի պարտ չեմ ունեցե այդ ձեզ կալանավորողներին, որ եկան գերի արին տարան, ձեր մեղքի պատճառով եք դուք ձրի ծախվե, ամեն, բայց նույնպես առանց փողի էլ կփրկվեք, ոնց տարել են, ըտենց էլ ետ են ուղարկելու, դուք ձրի ծախվեցաք եւ առանց փողի պիտի փրկվիք, սրա համար այսպես է ասում Տեր Եհովան, իմ ժողովուրդն առաջ իջավ Եգիպտոս, եսի Իսրայելը, որ գնաց Եգիպտոս, իմ ժողովուրդը առաջ իջավ Եգիպտոս, այնտեղ պանդխ տանալու, եւ ասորեստանցիք զուր տեղը նրան ճնշեցին, հիշում եք Բաբելոնը եկավ, բաբելացիներն եկան տարան գերի, ասորեստանցիք զուր տեղը նրան Իսրայելին, Հուդային ճնշեցին, եւ հիմա ես ինչ ունիմ այն այստեղ, ասում է Տերը, որովհետև զուր վեր առնվեցավ իմ ժողովուրդը, զուր է, ոչ մի բան պարտքի տեղ չեն տարի, իրաս մեղքի պատճառով է գնացել գերի, հիմա էլ նույնը դու զուր ես ծեծվում, իզուր, օգուտ չկա, միայն քո եսասիրության եւ մեղքի պատճառով ես ծեծուտում, սննկանում եւ ոչ թե գլուխ մնում, ապա դառնում ես ագի, պոչ, ամեն քո մեղքերի պատճառով։ Եվ հիմա ես ինչ ունիմ այստեղ, ասում է Տերը,
որովհետև զուր վեր առնվեցավ իմ ժողովուրդը, նրա վրա իշխողները բղավում են, այս հեթանոս պիղծ ազգերը մեր օրերում էլ չար դևերը, որ տանջում և չարչարում են հավատացյալներին։ Նրա վրա իշխողները բղավում են, ասում է Տերը, և միշտ ամեն օր հայոյում են իմ անունը։ Տեսեք, ասվա վայ քեզ, որ քո պատճառով հեթանոսը հեթանոսների մեջ հայոյվում է Տիրոջ անունը։ Եթե դու նորմալ լինեիր, հեթանոսների մեջ կփառավորվեր Եհովայի անունը։ Հիշում եք, երբ Սամսոնը ուղիղ էր Տիրոջ առաջ, հեթանոսները վախում էին, ու շատերն էլ ասում էին իրոք կենդանի է Սամսոնի Աստված, ամեն։ Բայց երբ Սամսոնը ծախվեցավ, ծաղրում էին Սամսոնին, էլ ասում էին բա ուր է Աստվածդ։ Եվ շատերն էլ հայոյում էին, որտեղ ոխ ունեին Սամսոնի և Սամսոնի Աստծու վրա, ամեն։ Ուրեմն քո պատճառով կարա Եհովան բարձրանա, փառավորվի ու հեթանոսների մեջ խոսեն Եհովայի լավ գործերը, բայց քո մեղքի պատճառով, որ Եհովան քեզ թողի ու մատնվես դևերի ձեռը, կարա հեթանոսների մեջ հայոյվի Տեր Եհովայի անունը։ Նրա վրա իշխողները բղավում են, ասում է Տերը, և միշտ ամեն օր հայոյում են իմ անունը։ Սրա համար պիտի գիտենա իմ ժողովուրդը, իմ անունը, սրա համար այն նորը, թե ես եմ այն, որ ասում եմ, ահա ես։ Ինչ գեղեցիկ են սարերի վրա ավետարանի չի ոտքերը։ Սա բարի լուր տարածողի ոչ թե ոտքերն են միայն գեղեցիկ, ինք իր արտաքինով, պարկեշտությամբ, զսվածությամբ, բարի վարքով, ուրախությամբ, հասկանում ես նա այնքան սիրելի, այնքան բարեհամբույր պիտի լինի, որ նրան մեծամասնությունը կսիրեն, բայց դիվարները կատեն, ամեն։ Էսի Աստված ասում, եթե Աստծուն սիրելի ես, դու Աստծո բոլոր հավատացյալներին, բոլոր սուրբ նվիրյալներին դուրեկան ես, սիրելի ես, քեզի Աստծո տեղ սիրում եւ հարգում են։ Սա է, ոչ թե հենց կոշիկներն էր գեղեցիկ, այն ժամանակվա ավետարանիչների ոտքերը կոշիկ էլ չկար, հողաթափերը դու սիրունությունը իշներ, այս իրանց գործն էր սիրուն, իրանց կատարած աշխատանքն էր Աստծուն սիրուն եւ հաճելի եւ Աստծո սուրբերին, ամեն։ Ինչ գեղեցիկ են սարերի վրա ավետարանիչի ոտքերը, որ խաղաղություն է քարոզում, տեսեք, իր հետ կա սերը, խաղաղությունը, շփիտը, ուրախությունը, բժշկությունը, սրբությունը։ Այսի էր գեղեցիկ, որ խաղաղություն է քարոզում, բարիք հավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին, քո Աստվածը թագավոր է, հալելույա, եւ դևերի վրա հաղթանակած է, դու ինչես ցավերի մեջ տարապում, եկուր եւ ապաշխարիր, որ ասում է թագավոր բառը աննպատակ չի շեշտում, քո Աստվածը խորտակել է դևերին, դու ինչես տանջվում դևերից, այր քույր, քո Աստվածը քեզ բժշկել է, դու անոր խոցերով բժշկված ես, դու բժիշկների բժշկապետ թագավոր Աստված ունես, դու ինչու ես հիվանդ ու նվաղած, ինչու ես այդքան խեղճ, որտեղ դու մեղքի պատճառով ես ծեծվել եւ սրբությունով էլ կարաս բժշկվես եւ ազատագրվես, ամեն։ Ինչ գեղեցիկ են սարերի վրա ավետարանիչի ոտքերը, որ խաղաղություն է քարոզում, բարիք հավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին, քո Աստվածը թագավոր է, 8-ից գնում ենք հազարամյակ մինչև 10-ի վերջ, ահա քո պահապանները ձայն են բարձրացնում, միասին բարձրաձայն ցնծում հազարամյակում, որովհետև դեմ հանդիման պիտի տեսնենումը Տիրոջը, գրեք, տեսնեն Տիրոջը հազարամյա թագավորության ժամանակ, որովհետև դեմ հանդիման պիտի տեսնեն Տիրոջը հազարամյա թագավորության ժամանակ, երբ որ Տերը ետ բերե Սիոնին։ Աղաղեցեք, բարձրաձայն ցնծացեք միասին, ով Երուսաղեմի փլատակներ, որ Տերը մխիթարեց իր ժողովրդին, երբ հազարամյակում, փրկեց Երուսաղեմին, Տերը մերկացրել է իր սուրբ բազուկը, բոլոր ազգերի աչքի առաջին, եւ երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն մեր Աստծոյի փրկությունը, ամեն, գրեք,
գծեք եւ գրեք 8-ից 10 խոսում է հազարամյա թագավորության մասին։ 13-րդ խոսք։ Հեռացեք, երի տպագրական բանը, բարդ գրվածքը, առեք փակագծի մեջ հեռացեքից, հեսա կասեմ որտեղ կփակեք։ Հեռացեք այնտեղից, դուրս եկեք, այնտեղը Բաբելոնը, աշխարհը նկատի ունի, որտեղ վկայությունը տանում է Գործառաքելոց 2-ի 40-ը, որ ասում այս խոտորված հրյաներից հեռու փախեք, ամեն։ Նույնը երկրորդ Կորինթացիս 6-ի 17-ն է տանում վկայությունը, որ իրականի ճիշտ գործ ունի անհավատը հավատացյալի հետ Քրիստոս Բելիարին հետ։ Հեռացեք այնտեղից դուրս եկեք Պիրզբանի մի դպչիկ, ընդերելա չի ասում ես ձեզ Աստված կլնեմ ու դուք ինձ որդիներ ու դուստրեր։ Եվ Պիրզբանի մի դպչիկ դուրս եկեք նրա միջից, մաքուր եղեք, ով Տիրոջ սպասները կրողները, սի սուրբերը։ Հիմա հեռացեքի մոտ բացեք նրա միջից մաքուր եղեք, փակեք։ Մաքուր եղեք, ով Տիրոջը սպասները կրողները մնում է նույնը։ Հիմա ես կարդում եմ ուղիղը ինչը որ Տերը բացել է, որը վերաբերվում է ապաշխարությանը։ Բաժանվեցեք աշխարհից։ Բաբելոնը, Եգիպտոսը լրիվ մեղքի թագավորության խորհուրդն ունի, ամեն։ Հեռացեք աշխարհից եւ Աստծուն մոտենալով սուրբ կյանք ապրեցեք, ով Տիրոջ սպասները կրողներ, ով Տիրոջ սուրբեր։ Նույնը վկայությունը տանում է երկրորդ Կորինթացիս 6-ը, որ ասում է ինչ գործ ունի Քրիստոսը Բելիարի հետ, հավատացյալը անհավատի հետ, ասում է հասկանում ես, եթե այդ բանն ունեք սրբացեք, որտեվ Աստված ուզում է, որ դուք սուրբ Աստծո որդիներ լինեք, ամեն, որտեվ Աստված սուրբ է, Աստված աշխարհից բաժանված եւ մեկուսացած է, նույնը դուք պիտի լինեք։ Հիմա նորից կարդամ, բաժանվեք աշխարհից եւ Աստծուն մոտեցեք, ով Տիրոջ եւ սուրբ կյանք ապրեցեք, ով Տիրոջ սպասքները կրողներ։ Գրեցիք։ Բաժանվեցեք աշխարհից ու Աստծուն մոտեցեք, սուրբ կյանք ապրելով, ով Տիրոջ սպասները կրողները։ Որովհետև հապճեպով չպիտի դուրս գաք։ Հասկանում եք, աշխարհից դու միանգամից չես կարա դուրս գաս։ Աշխարհը չի էլ թողի, որ դու միանգամից լքես իրեն։ Ամեն նրբորեն, խորագիտորեն, ժամանակ առ ժամանակ սարեստում եք ձեր հարաբերությունը աշխարհի եւ աշխարհիկների հետ, հարաբերություն եք ստեղծում Սուրբ Աստծո եւ սուրբերի հետ։ Կարճ ժամանակից հետո շվարում են, ասում են, ուր է մեր նախքին ընկերը, կորել է, ֆարմազադարը, չէին կինոյի մաշն ասում, հարությունը ֆարմազադար է, հարությունը հավատացյալ է, չկա էլ, մեր հետ չի տալիս եւ մեր հետ չի շփվում։ Դրա համար նուրբ պետք է անեք, որ իրանք չգազազեն, շատ փոթորիկներ չհանեն ու դուք էլ մանուկ լինելով չկոտրվեք եւ հոգեպես մեռնեք։ Ամեն։ Սա ձևերն է բացատրում, որովհետեւ հապճեպով չպիտի դուրս գաք եւ փախչելով էլ չեք գնալ։ Հասկանում եք, նուրբ ընընցիկ անում, որ իրանք չհասկանան ոնց եղավ։ Այլ Տերը պիտի գնա ձեր առաջից եւ ձեր թիկնապահը Իսրայելի Աստվածն է, հալելույա։ Լսեցիք բոլոր նորեկներ, որ դու մենակ չեք Եգիպտոսից դուրս գալու ճանապարհին, ինչպես ամպն ու կրակիսյուններ, չէ, պահապանում եւ կագնած Իսրայելի թիկունքին։ Այդպես էլ յուրաքանչյուր քրիստոնյայի ծառայողական հրեշտակներ են գնում։ Աստվածը ձեր թիկունքին կագնում, պահապանում, դրա համար ձեր գլխի մի մազը առանց Աստծո հրամանի գետին չի ընկնում։ Ամեն։ 13 խոսք։ Ահա իմ ծառան էսի հոգով նախարարինը խորհուրդն է Հիսուս Քրիստոսի եւ հոգով մկրտված ու հոգով կառավարվող բարի Սուրբ Հովին։ Ամեն։ Ահա իմ ծառան իմաստությունով պիտի վարվի, պիտի մեծանա եւ բարձրանա եւ շատ փառավորվի, ամեն, բոլորը հույսները իր միջինի վրա պիտի դնեն։ Ինչպես որ շատերը ապշեցին քեզ վրա, ստեղ էլի տպագրական թերություն կա, այնպես խանգարված է նրա տեսքը մարդի տեսքից եւ կերպարանքը մարդի որդկանց կերպարանքից։ Էսի Հիսուսի ձախկված, չարչարված, այդ այլանդակված, որ ճղրտել էին,
այդ կերպարանքի մասին է խոսում, հիմա արդեն ավելի պարզ կարդամ։ Տեսեք, էսի էլի եմ ասում, դուք կարաք ընդունեք այդ հալածանքի, չարչարանքի կերպարանքը, նաև կարաք ընդունեք այս մյուսը, որ Աստված պաշտի այդ փոխված կերպարանքը զզվելի եւ տհաճա անձապաշտ եսասեր մարդուն։ Ուշադիր կարդում եմ, մի տեսակը բացատրեցի եւ մյուսը։ Աստվածապաշտ սուրբ մարդու կերպարանքը տարբեր է անձապաշտ կռապաշտ մարդու կերպարանքից եւ շատ զզվելի է նրա համար այդ կերպարանքը, ամեն։ Առաջինի որ ծաղկված էր, ինչպես հեսա 53-ում կարդանք, որ նրան այնց կերպարանքի էին բերենքան էին ծեցե, որ մարդը չէր կարում նայեր դրան, առաջինն էտի եւ երկրորդը արդեն ընդունեք էսի, որ նաեւ Աստվածապաշտ սուրբի կերպարանքը Աստվածապաշտի հագուստը զզվելի եւ տհաճա եսասեր կրքի գերի մարդկանց համար։ Ամեն։ Նույնպես էսի գնում է արդեն հազարամյակ։ Նույնպես պիտի զարմացնե շատ ազգեր, թագավորները պիտի խփեն նրա առաջին իրես բերանը Հիսուսի եւ հոգով մկրտված սրբի։ Նույնպես պիտի զարմացնե շատ ազգերի եւ շատ ազգերի թագավորների Հիսուսը եւ հոգով մկրտված սուրբը։ Նույնպես պիտի զարմացնե շատ ազգերի թագավորները պիտի խփեն նրա առաջին իրես բերանը, որովհետև պիտի տեսնեն այն, որ իրենցը չէ, պատմված եւ այն, որ չեն լսած պիտի իմանան։ Նաեւ էսի ընդունեք են բանը, որ հենց Էթանոս ազգերը ապաշխարում են, էդի շատ զարմանալի է լինելու Եսայի մարգարեության այս դրվագը նոր կտակարանում բերվում է հատկապես Գործք Առաքելոցում, որ պետք է հрьяաները տեսնեն հեթանոսների ապաշխարությունը ու շվարեն եւ զարմանան, ամեն, սա էլ այդ կոնտեքստը դա էր խորհրդանշում։ Թող փառավորվի Հիսուս Քրիստոսը, այսքանով ավարտեցինք Եսայա մարգարեության 52-րդ գլուխը, ամեն։ Եսայի 53-րդ գլուխ։ Աստծոյ ծառայի փոխարինաբար չարչարվիլը եւ փառավորվելը։ Սա խոսում է հենց Եսայի 53-րդ գլուխը խոսում է Հիսուս Քրիստոսի խաչելության մասին, համայր է ամբողջովին պատկանում է էսի Հիսուս Քրիստոսին, ամեն։ Եսայա 53-րդ գլուխ։ Ով ավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որովհետև նա Քրիստոսը եւ հոգով մկրտված եւ հաղթած քրիստոնյաները, որովհետև նա մատաղատունքի պես դուրս եկավ նրա առաջին, Աստծո առաջին, եւ արմատի պես ցարավոտ երկրիցը, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, որ մենք տեսանք նրան, եւ մի տես չկար, որ նրան ախորժեինք։ Սա խոսում է Հիսուս Քրիստոսի ձաղկված, ծեծված վիճակի մասին։ Կարակ գրեք ոչ կերպարանք ուներ, դե փաղագիծը բացեք, որ նրան ախորժեինք, փակեք ու գրեք։ Ուրեմն առաջին ընդունում ենք, որ Աստված պաշտի կերպարանքը զզվելի է կրոնավորներին, եսասեր փարասեր կրոնավորներին եւ աշխարհին, էսի հոգով հասկացեք, բայց երկրորդը արդեն սա խոսում էր Հիսուս Քրիստոսի ծեծված, ձաղկված, ճղրտված կերպարանքին, որ այնքան դաժան էր, որ անգամ սուրբերը չէին կարողանում նայեին նրան, ամեն։ Ուրեմն Աստվածապաշտի կերպարանքը գրեք, Աստվածապաշտի կերպարանքը տարբեր է անձապաշտի եւ կռապաշտի կերպարանքից եւ այդ կերպարանքը շատ զզվելի է անձապաշտիների գլի կրոնավոր թե Էթանոս, ամեն։ Իսկ երկրորդ խորհուրդն արդեն հասկացաք, որ այնպիսի օրն էին գցե Հիսուսին, որ չէիր կարում նրան նայել։ Նորից կարդամ։ Եվ արմատի կարդամ երկրորդ խոսքից, որովհետև նա մատաղատունքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավոտ երկրիցը, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։
Նա անարգված, տեսեք, ցածրը հաստատում է վերևի իմ ասած միտքը, որ ծեծված ձաղկված վիճակն է հելը, էլի, որ մարդիկ չեն կարողացել նայեն, շատերն էլ զզվել են։ Նա անարգված եւ մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել։ Էլի այդ երես ծածկել այդ զզվելի վիճակն է ցույց տալիս, որ այնքան էին ծեծե, մարդ համ խղճում էր, համ չէր կարում, էլի այդ սրտի կսկիծով այդ վիճակը տենալով չէր կարում էլ նայեր Հիսուս Քրիստոսին։ Եվ մի այնպիսին, որից պետք է երես ծածկել։ Անարգված էր, եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավին ամեր ցավերը վեր առավ, ալելույա, եւ մեր վշտերը բռնեց, կրեց իր վրա, բայց մենք նրան պատուհարված, դիվահարված, պատուասահարված, էլի, դիվահարված էինք համարում։ Աստվածանից զարկված, տեսեք, Աստվածանից զարկվածը հենց այդ դիվահարվածն էր։ Բայց մենք նրան պատուհարված էինք համարում, Աստվածանից զարկված ու նկուն եղած, բայց նա մեր մեղքերի համար վիավորվեցավ եւ մեր անօրինությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք, ալելույա։ Դու նոր չէ որ պիտի բժշկվես, դու հիմա քո կապերը պիտի Տիրոջ հետ ուղես, կապը տա կտրված Աստծուց, հենց կապը միացավ Աստծու հետ, դու անոր խոցելով արդեն բժշկված ես։ Էլ քեզի մարմնավոր բժշկի պետքություն չունես, որովհետև դու բժշկվել ես բազում տարիներ առաջ Քրիստոսի խոցերից հոսած արյան եւ խաչի զորության շնորհիվ։ Նորից կարդամ 5-րդը։ Բայց նա մեր մեղքերի համար վիավորվեցավ, մեր անօրինությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք էսի բոլոր ավատացյալները նկատի ունի։ Մենք ամենքս ոչխարի պես մորթվեցանք, յուրաքանչյուրը իր ճանապարհին դարավ, ամեն, մեղքի ճանապարհին դառնալով բոլորը մորթվան ու ցիրուցան եղան, անձից կառավարվելով եւ լկտի կրքերի մեջ ընկնելով։ Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցանք, յուրաքանչյուր իր ճանապարհին, իր անձի կրքոտ ճանապարհին դարավ, եւ Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը, մեր ամենի եսը դրեց նրա մարմնի վրա եւ մեղքերի պատիժը տվեց Քրիստոսին։ Այս մեղք ու մեղքեր տարբեր բաներ են։ Մեղքը հին մարդը նկատի ունի, որը ամենքիս Ադամին դրեց Քրիստոսի մեջ եւ բնաջնջեց Քրիստոսին մահտալով, նա չարչարվեցավ մեր մեղքերի փոխարեն եւ մեզ արդարացնելու համար հարություն առավ, նոր կյանք շնորհելով մեզի, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսի խաչմանը եւ հարություն առնելուն։ Եվ Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։ Նա անիրավություն կրեց եւ չարչարվեցավ, տառապեց, չարչարվեցավ, մեր մեղքերի պատիժը կրեց, բայց իր բերանը չբացավ, ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, եւ ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջին։ Դու տենց ես սիրելի քրիստոնյա, անարգում են, թքում են, ձաղկում են, բերան չես բացում, սա իրականից խաչալի ճամփան, բայց նորից կարդամ, նա անիրավություն կրեց ու չարչարվեցավ, բայց իր բերանը չբացավ, ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, եւ ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չբացավ, կալանքից ու դատապարտությունից վերառնվեցավ եւ նրա ազգատոհումը ով կարող է պատմել, որովհետև նա կտրվեցավ կենդանիների երկրից է, կենդանիների երկիրը աշխարհը նկատի ունի, նա ժամանակավորապես, մոտավորապես 3 օր գերեզմանում մնաց մեր մեղքերի պատիժը կրելով, ամեն, եւ 3-րդ օրը փառքով հարություն առավ։ Սրա մասին է խոսում,
որովհետև նա կտրվեցավ կենդանիների երկրիցը։ Այստեղ միջակետերով անջատուկա կարա հաջորդ բառը բացարձակ ուրիշ բանի մասին խոսի, բայց լրիվը վերաբերվում է Հիսուս Քրիստոսի խաչելությանը։ Ամեն, ուշադիր եղեք, որովհետև նա կտրվեցավ կենդանիների երկրիցը։ Իմ ժողովրդի մեղքի համար նա զարկվեցավ։ Քրիստոսը ու նույն ժողովրդի մեղքը կրելու, ժողովրդին ապաշխարության տանելու համար կարան թքեն մրեն հովին անարգանքել կրա, հալածանքել կրա, չարչարանքել կրա։ Ամեն, նույն ճակատագրին պետք է արժանանա եկեղեցու հովիվը։ Իմ ժողովրդի մեղքի համար նա զարկվեցավ եւ ամբարիշտների հետ որոշվեցավ նրա գերեզմանը, ավազակների հետ խաչվեցավ, բայց հարուստի հետ եղավ նա մեռած ժամանակին դրվավ Հովսեփ Արիֆմաթացու հարուստի նոր փորված գերեզմանում պատվավոր թաղում տվեցին։ Ըստ որում նա զրկողություն չէր արել, ոչ մի մեղք չէր գործել եւ խաբեություն չկար նրա բերանում, նույնը պետք է հալածեն զուր տեղը Աստծո ճշմարիտ արդար բարի հովին, նույնը նույն ճանապարհով պետք է քայլի, բան չարած պետք է ատեն ու հալածեն, որ նա Տիրոջ հավատարիմ ծառան է եւ Տիրոջ հոտի բարի հովիվը։ Ամեն, ինչպես ատել են Քրիստոսին, այնպես կատեն մեզ, ինչը արդեն դուք տեսնում եք, բան չարած մեզ ատում են, ինչա թե որ լրիվ ճիշտ են քարոզում։ Բայց իմ ժողովրդի մեղքի համար նա զարկվեցավ եւ ամբարիշտների հետ որոշվեցավ նրա գերեզմանը, բայց հարուստի հետ եղավ նա մեռած ժամանակը։ Ըստ որում նա զրկողություն չէր արել եւ խաբեություն չկար նրա բերանումը, նույնը պիտի լինի բարի հովի բերանը սուրբ, անարատ մաքուր, մեղքից հեռացած եւ արդարության համար պատրաստված։ Ամեն։ Ըստ որում նա զրկողություն չէր արել եւ խաբեություն չկար նրա բերանումը, բայց Տերը հաճեց նրան զարկել, ցավացնել, նույնը բարի հովիվներին։ Դու պետք է տառապանքի գնով ասնես սրբության, դու այդ արտասված հովիտը պետք է ասնես անարգանքի գերեզմանոցում, քեզի թքեն, ծեծեն, տախտակով գլուխդ բացեն, մորուքդ փիտրեն, թքեն երեսիդ, ամեն։ Տերը դա հաճում է ինչի համար, որ քո կեղտոտ հրեշ եսը տե սատկի ոչնչանա։ Իսկ դու չես ուզում այդ թուքումուր այդ անարգանքը կրես, դու մի անգամից Զեբեդոսի որդիների նման ուզում ես դառը գավաթը չխմած փառքի գավաթ խմես, չես ստանա։ Արտասված հովիտ պիտի անցնես, ինչը որ Քրիստոսն անցավ ու մեզ օրինակ թողեց, որ անոր շավիղներին ինչ անենք, հետևենք։ Նորից կարդամ, ըստ որում նա զրկողություն չէր արել եւ խաբեություն չկար նրա բերանումը, բայց Տերը հաճեց նրան զարկել, ցավացնել, երբ որ նրա հոգին մեղքի զոհարավ։ Պատկերացնում եք, նա մեր փոխարեն մահը ճաշակեց, նա մեռավ, որ մենք ապրենք իր փոխարեն։ Եվ նա պիտի սերունդ տեսնե եւ օրերը երկարացնե։ Այս սերունդ տեսնե եւ օրերը երկարացնե առեք փագագծի մեջ ու գրեք։ Խորհուրդը նրա սերունդ պիտի բազմացնե ապաշխարությունով եւ ապաշխարողներին երկար հավիտենական կյանք պարգևելով։ Նա պիտի սերունդ տեսնե եւ այդ ապաշխարողների օրերը երկարացնե։ Եվ Տիրոջ հաճությունը պիտի հաջողվե նրա ձեռքովը, իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնե եւ կշտանա։ Հավիտենության մեջ տեսնելու այդ բոլոր փրկյալ զավակներին եւ ցնծալու է եւ ուրախանալու է, որ իր խաչվելն ու տառապելը իզուր չի ելել։ Նույնը մենք մեր տառապանքի համար պիտի ցնծանք, ուրախանանք, որ զուր տեղը չէ, որ մեր կյանքը նվիրեցինք եւ արտասված հովիդն անցանք, խաչվեցանք ու հարուցյալ զորություն ականք։ Ամեն, բոլորը բարի հովիվները։ Նորից կարդամ, եւ Տիրոջ հաճությունը պիտի հաջողվե նրա ձեռքովը, իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնե եւ կշտանա, իր գիտությամբ պիտի արդարացնե իմ արդար ծառան շատերին, նույնը բարի հովիվները,
որովհետև նրանց անօրինեությունը ինքը կրեց, ալելույա։ Նրա համար նրան բաժին պիտի տամ շատերի հետ, և նա հզորների հետ ավար պիտի բաժնե, մեծ օրհնություն պիտի ստանան, թե Քրիստոսը և թե ճշմարիտ սրբերը։ Նրա փոխարեն, որ իր անձը մատնեց մահվան և հանցավորների հետ հաշվեցավ, ավազակների հետ խաչվեցավ, խաչելությունը նկատի ունի, և նա շատերի մեղքը վեր առավ և հանցավորների համար միջնորդեց, չէ հայր ներիր, քանզի կույրեն չեն հասկանում անգամ խաչելության ժամին նա բարեխոսական հոգևոր գործով էր զբաղվում։ Խաչում էին, բայց նա էլի հոգևոր գործ էր կատարում խաչի վրա, ոչ թե չարանում և դիվային գործերով զբաղվում։ Ամեն։ Թող փառավորվի Քրիստոսը։ Այսքանով ավարտվեցավ Եսայա մարգարեության 53-րդ գլուխը և մեր այսօրվա սերտողությունը։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ։ Ամեն։